Շատախի Քոչարի, Կարնո Քոչարի, Յարխուշտապ, Ֆնջան, Էջմիածին, Փափուրի ժողովրդական բառեր, որոնց մասին շատերը չգիտեն կամ գուցե մոռացել են։ Կարին ավանդական երգի եւ բարի համույթը կազմակերպած այս բացօթյա համերգ դասընթացների միջոցով նպատակ ունի փրկել ազգայինն ու հայերեն պարելու կոչ անել բոլորին։ Շարժումները մասամբ անծանոթ, մասամբ ծանոթ միանգամից գրավում են երիտասարդներին։ Նրանք կարողանում են կարճ ժամանակամիջոցում հստակ կրկնել պարային էլեմենտներն ու շուրջ պարբռնել։ Մենք ազգագրական պարերը ներկայացնում ենք ժողովրդին որպես մեր մշակութային հիմքը։ Ցանկանում ենք, որ բոլորը իմանան եւ ծանոթանան իրենց հին մշակույթին։ Ազգագրական պարերը նրանց համար լինի ոգեշնչող մի երևույթ եւ սովորենք ճիշտը, մեր հայկականը ու ավանդականը, որը մենք տարածենք, փոխանցենք սերունդեսերունդ։ Իմ թորնիկս է մասնակցում, շատ հաճելի է, այսպես կազմակերպություններ, հրապարակներում համերգներ, մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի մեր ազգագրական պարերը։ Գևորգ Շաուշը իր ֆիդայի ընկերների հետ, երբ Սասնո լեռներում պարում էր այս պարերը, հայոց լեռներն էին դղրդում, որ մնաց, որ թուրքի ոգին չդողար։ Ազգային պարերի միջոցով դաստիարակել հայեցի սերունդ, ով տեր է իր երկրին ու մշակույթին։ Այս միտումով Կարին ավանդական երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կինոսյանը ավանդաբար տարբեր քաղաքներում կազմակերպում է ազգային պարերի ուսուցում։ Տարեց տարի ազգային պարարվեստի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունն ավելանում է։ Հորդառատ անձրևն անտեսելով վանաձորցի, երևանցի ու գյումրեցի երիտասարդների այս մեծ ոգևորությունն ու պարը ասվածի ապացույցն է։ Ինչպես ամեն տեղ աղջիկներն ավելի ակտիվ են, տղերքը ավելի պասիվ են, բայց եղած տղերքն էլ պինդ տղերք են, որ որոշել են բան անեն, մասնակցեն, սովորեն, սովորացնեն։ Ազգային մշակույթը տեսնելով, պարը տեսնելով, միգուցե մի քիչ պարարվեստի հանդեպ ավելի ուշադիր լինելը եւ շատ ուրախալի է ազգայինը բարձր պահելու համար։ Եվ Արցախ աշխարհը ոտատակ կրկին չգնաց։ Եվ 20 թվականի Շուշիի կոտորածներ չկրկնվեցին, 88 թվականի Սումգայի չկրկնվեց, միայն ու միայն այդ տղերքի հրեղենության հաշվին։ Ազգային ոգին աննահանջ է, հայկական պարերը արտահայտում են հայի ոգու ուժն ու նվիրվածությունն իր հայրենի հողին։ Գագիկ Կինոսյանը հիշատակելով ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցիներին, հորդորեց բոլորին հպարտորեն դուրս գալ պարահրապարակ, հիշեցնելով, թե ինչ քաջությամբ հայորդիները պահպանեցին հայրենի երկրի սահմանները, մեր իսկ անվտանգության ու բարօրության համար։ Նրանց հիշատակը լռությամբ հարգելուց հետո պարեցին Յարխուշտա։ Այլևս ոչ մեկ անզոր է, ոչ մեկ չի կարող հաղթել հայու տեսակը։ Հիմա խոնարհաբար խնդրում եմ բոլորիս մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր տղերքի ընկած նահատակված այս ապրիլյան թեժ օրերին, ընկած եւ ընդհանրապես հայոց հայրենիքի համար իրենց մահկանացում կնքած, հերոսաբար նահատակված բոլոր տղերքի հիշատակին։ Կարին ավանդական երգի եւ պարի համույթը պարբերաբար ցուցադրում է ազգային մոռացված պարեր, պարով հաղթենք թշնամուն եւ պետք է անսասան պահենք մեր երկրի սահմանները։ Թող բոլորն իմանան, որ հայը կա եւ իր դարավոր ժառանգությունն անկորնչելի է։ Հենց այսօրվանից սկսվելու է այդ վերելքը։ Հենց այսօր այստեղ Աստվածածնա եկեղեցու մոտից պիտի հառնի անի մարտաճարի վերակառուցումը։ Իսկ մինչ այդ պիտի նախ ազատագրենք անին։ Իսկ դա մենք կարող ենք, եթե միակամ ենք, եթե մեկ ոգի դառնալ կարող ենք։ Ազգանվեր գաղափարներով պարուսույց, բանահավաք, Գագիկ Կինոսյանը ոգևորում էր ներկաներին եւ սեփական օրինակով ապացուցում, որ հայն անպարտելի է։ Յուլիա Գրիգորյան, Սամվել Պողոսյան, Օրագիծ։